Բարի երեկո 168 TV եթերում ռևյուն է արդեն երրորդ օրը Մերձավոր Արևելքում մեր անմիջական հարևանությամբ շարունակվում են պատերազմական գործողությունները Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հրահրմամբ։ Պատերազմն ընդգրկել է տարածաշրջանի մի զգալի հատվածը, քանի որ Իրանը պատասխան հրթիռային եւ ռազմական այլ տեսակի հարվածներ է հասցնում ոչ միայն Իսրայելին, այլև հարակից այն երկրների տարածքներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։ Իսրայելն իր հերթին ոչ միայն շարունակում է հարձակումը Իրանի վրա, այլև ի պատասխան լիբանանյան իրանամետ Հեզբոլլահ խմբավորման հրթիռակոծության 3 ռմբակոծել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։ Թեմայի շուրջ տաղավարում կզրուցենք իրանցի փորձագետ Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի տնօրեն Փույա Հոսեյնիի հետ։ Բարև ձեզ, պարոն Հոսեյնի։ Բարև ձեզ։ Նախ եւ առաջ ցավակցում եմ ձեզ եւ իրանցի ժողովրդին Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեիի մի շարք բարձրաստիճան զինվորականների եւ հարյուրավոր խաղաղ բնակիչների զոհվելու նահատակության կապակցությամբ։ Շնորհակալություն։ Եվ այսպես ինչ վիճակ է այժմ տիրում այս ամբողջ տարածաշրջանում պատերազմական գործողությունները ինչ փուլի են հասել եւ պաշտոնական Թեհրանին որքանով է գոհացնում ընդհանուր միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցողին եւ հատկապես տարածաշրջանի երկրների արձագանքը։ Պատերազմը ընթանում է, Իրանը հենց առաջին ժամերից սկսեց հակահարված պատասխան տալ բոլոր ինչպես խոսք էր տվել բոլոր տարածաշրջանում բոլոր երկիրները, որ ռազմաբազա, ամերիկական ռազմաբազաներ տեղակայված են այնտեղ եւ Իրանը խոսք էր տվել, որ այս պատերազմը չլինելու երկու կողմանի կամ երակամանի պատերազմ, այլ տարածաշրջանային պատերազմ է լինելու եւ ինտենսիվ հարձակումը բոլոր ռազմաբազաները, որ տեղակայված են տարածաշրջանում Մյուս հարցը Իրանը իհարկե չի սպասում միջազգային հանրությունից մեծ աջակցություն, որովհետև Իրանը տարիներ շարունակ արևմուտքի կողմից պատժամիջոցների տակ է ընկել եւ բոլոր արևմուտքային լրատվամիջոցները կեղծ դեղեկատվությունով կարողացել են իրանց հանրությունը սնվեն, որպեսզի Իրանը ապագայում քաղաքությունը վարում տարածաշրջանում, բայց պետք է նշել, որ այդ երկիրը Իրանը երբեք ոչ մի երկրի վրա չի հարձակվել, առաջինը չի հարձակվել, Իրանի վրա երկու անգամ հարձակվել են, համ 12 օրվա պատերազմի ժամանակ, համ հիմա Իրանը կառուցական մոտեցում ունեցավ չմերժեց բանակցությունները, կենաց բանակցությունները, բայց այդ բանակցությունները փորձում էին Իրանին մի կողմանի թելադրանքներ առաջացնեն, Իրանը միանգամից մերժում էր այդ բոլոր թելադրանքները, կարմիր կեցերը ուզում էին դա բանակցություն սեղան չէր, ավելի շատ միակողմանի թելադրանք էր, որը Իրանի համար անընդունելի էր, այսինքն կամ ընդունում եք մեր պայմանները կամ պատերազմ է։ Իրան նման բանակցությունները նշանակում է փոխզիջում, ոչ թե միակողմանի հանձնվել, ինչպես իրեն ասում էին եւ Թրամփը պահանջում էր։ Իրանը եւ Իրանի հոգեվոր առաջնորդը մինչեւ վերջին բահը չի հանձնվեց, Ամերիկայի պայմանները չի ընդունեց եւ այդպեսի հերոսական զոհվեց եւ ոչ մի նշան Իրանի շահերից հետ չկայնեց։ Իսկ հնարավոր էր կանխել Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդի եւ ռազմաքաղաքական մի շարք ղեկավարներ են զոհվել եւ ինչպես իմացանք նա իր աշխատասենյակում է եղել, հնարավոր էր դա կանխել, արդյոք չէին սպասում, որ հենց առաջին հարվածով նրանց դեմ այդ գործողությունը կիրականացվի։ Դարիներ շարունակ լրատվամիջոցների արևմուտքային ասում էին, որ ինքը բունկերում է, ինքը այդ գործերով, ինքը նախատեսում են իհարկե անվտանգությունը նախատեսում էր, որ պատերազմ է լինելու,
բայց ինքը հրաժարվել է եւ ասել է ես եթե հարձակում լինի Իրանի վրա ես ոչ մի տարբերություն չեմ կարա ունենամ ոչ մի բարձրություն չեմ ունենում հասարակ ժողովրդի հետ եւ ինքը գտնվել էր իր գերասենյակում եւ դա Միացյալ Նահանգները դες ներկայացնում են որ ինչ որ ուժեղ սցենարներով կարողացել են հարվածել բայց դա ոչ մի լուրջ ռազմարվեստ չի բոլոր իր դեղը բոլորի համար հայտնի է եղել եւ ինքը գտնվել է իր աշխատանքի սենյակ եւ մինչեւ վերջին պահը ինքը Իրանի շահերից հետ չի գայնել եւ որովհետեւ ինքը շիական հոգեվոր առաջնորդ էր պետք է դաժե իր մահել իր զոհվելու նահատակվել է օրինակ լինի ամբողջ այդ շիական համայնքը որը մենք տեսնում ենք Հնդկաստանից, Պակիստանից, Իրաքում բոլոր այդ շիական համայնքները փողոցները լեփ-լեցում ժողովուրդը դուրս են եկել եւ հարձակում տարբեր տեղերում ամերիկյան դեսպանատների ու իշխանությունների վրա դաժե այդպեսի լիդերը լինելու որ դաժե իր մահը սիմվոլական լինի եւ հերոսական լինի Քանի որ Իրանում արդեն իսկ բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը, ըստ ձեզ կամ ձեր տեղեկություններով ինչպես է Իրանը պատրաստվում վրեժխնդիր լինել գերագույն հոգևոր առաջնորդի, մի շարք բարձրաստիճան զինվորականների, ռազմաքաղաքական ղեկավարների եւ հարյուրավոր անմեղ քաղաքացիների, այստեղ ես ուզում եմ իհարկե առանձնապես շեշտել Մինապ քաղաքի օրիորդաց դպրոցի տասնյակ, եթե ոչ ավելի քան 100 աշակերտների սպանությունն այս ամենի համար ինչպես է Իրանը վրեժխնդիր լինելու Վրեժխնդիրը Qasem Soleimani զոհելուց հետո, սպանելուց հետո Իրանը միշտ հայտարարել է վրեժխնդիրը գլինի եւ հիմա ընթացքում է վրեժխնդիրը Իրանի համար ռազմավարական է, այսինքն վրեժխնդրությունի արդյունքը այդպես պիտի լինի, որ ամբողջ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաուժերը դուրս գան եւ լքեն այդ տարածքը, որովհետեւ դա բոլոր երկիները այդ տարածաշրջանում ի վիճակի են պահպանել իրենց անվտանգությունը եւ այլ տարածաշրջանից այլ ուժեր ներկա լինելը այստեղ ավելորդ է Իրանը գտնվում է որ այդպեսի արդյունքներ պիտի հասնի որ վերջնական այդ բոլոր ուժերը այդ տարածաշրջանեն լքեն Ես դիտում էի Իրանի դեսպանի Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիր-Ղոլամի ասուլիսը, որը քիչ առաջ ավարտվեց եւ նա հայտարարեց ընդգծեց բազմաթիվ հայտարարություններ եղան, որ այս պատերազմը իրենք չեն սկսել, Իրանը չի սկսել, այս պատերազմը պարտադրվել է Իրանին եւ սա լինել չլինելու պատերազմ է Իրանի համար եւ բոլոր այն երկրները տարածաշրջանի, որոնք աջակցում են Իրանի դեմ այս ագրեսիային, այդ երկրների դեմ գործողություններում Իրանը որևէ կարմիր գիծ չունի, բայց սա հղի չէ արդյոք վտանգով, որ կարող է այս պատերազմական հրդեհը տարածվել ամբողջ տարածաշրջանով մեկ եւ վերածվել տարածաշրջանային պատերազմի տարբեր երկրների միջև, քանի որ այժմ նաև հարվածներ են հասցվում Պարսից ծոցի երկրներին, այլ երկրների տարածքներին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, այս երկրները ինչպես են արձագանքում Դե իհարկե դժգոհ են, բայց դժգոհությունից առաջ պետք է մտածենք, որ այն ժամանակ, որ Իրանի թշնամիներին ռազմաբազա են դրամադրել Իրանի դեմ, այն ժամանակ էլ Իրան էր դժգոհ էր եւ ինչպես պետք է Իրանը վարվի իր անվտանգությունը իր տարածքային ամբողջականը հարևան երկիրը ռազմաբազա է դրամադրում պետք է ժպիտով դրան համդուրժի թե չէ Իրանը իհարկե եւ իրենք խոսք էին տվել որ այդ ռազմաբազաներից թույլ չեն տալիս Իրանի վրա հարձակում լինի բայց այլ բան է ստացվեց հենց բոլոր տարածաշրջանի հնարավորությունները եւ Ամերիկա բոլոր տարածաշրջանի հնարավորությունները եւ ռազմաբազաները օգտագործեց Իրանի դեմ եւ Իրանի համար օրինական թիրախ դարձան այսինքն այն տարածքից որ Իրանի վրա հարձակում է տեղի ունեցել
Իրանը իրավունք ունի միջազգային օրենքով, որ պատասխան հարված տա եւ իրենք են սկսել այդ քաղաքությունը եւ հիմա արցունքները քաղում են։ Իսկ եթե փորձենք մտովի պատկերել մոտավորապես պատերազմական քարտեզ այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքում, մասնավորապես որ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներից են եղել գործողություններ կամ Օմանի ծոցից, Պարսից ծոցից, Միջերկրական ծովից, Քուվեյթ, Կաթար, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա եւ իդեպ Թուրքիայի ռազմաբազայի մասին ինչ կարող եք ասել, Ինջիրլիքի հարցը այսօր եւս քննարկվեց, թե այնտեղից էլ ավելի ճիշտ Իրանն է հարվածել Ինջիրլիկին, բայց այդ տեղեկությունը կարծես չի հաստատվում։ Դեր չէ, բայց որոշ լրատվամիջոցները դրա մասին խոսել են, բայց դեր հաստատ այդ լուրերը հաստատված չի Իրանի կողմից, բայց հնարավոր է, եթե գործողությունները եղել այնտեղից, իհարկե Իրանի ռազմական ուժերը առանց հաշվի առնելով ինչ հարաբերությունների մեջ են այդ հարևան երկրների հետ թիրախավորում են հիմա այս պահը որ ինչպես որ բարոն Դեսպանը ասեց լինել եւ չլինելու հարց է եթե գործողություններ Իրանի ռազմական ուժերը գտնեն որ այնտեղից որը մի երկրից վտանգ կամ սպառնալիք է եղել կամ գործողությունները եղել այն վայրը թիրախավորում է առանց հաշվի առնելով քաղաքական հարաբերությունների իսկ Հայաստանի պաշտոնական արձագանքը ինչպես են ընդունել գնահատել Իրանում եւ ինչպես են ընդհանուր առմամբ գնահատում Հայաստանի դիրքորոշում այս հարցում Առաջին օրերը որպես հարևան երկիրը Իրանը սպասում էր առաջին շարքից լինի Հայաստան էլ որ նույն ուրիշ երկիրների նման բարեկամ երկիրների նման որ սավակցում է կամ դիրքորոշում հայտնում է դատապարտում է մի քիչ ուշացավ բայց դրան այսօր է միայն սավակցություն եղել արտգործնախարարի կողմից եւ ամեն դեպքում թողում ենք առանց մեկնաբանություն հետ հարցը հասկանալի է եւ Հայաստանում եւս տարակուսանքներ կար թույլ տվեք նկատել որ այսինքն առաջին օրը հենց ցավակցություն չէր եղել թե անվտանգության խորհրդի նիստ եղավ 3 վարչապետի գլխավորությամբ եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ իհարկե հասկանում եմ որ հիմա Իրանում իրավիճակը բավական բարդ է եւ չեն հասցնում ինչ վիճակում է այսենք հիմա ինչ ինտենսիվությամբ է գործում դիվանագիտական կորպուսը նորմալ գործում է բոլոր Իրանը մի բեդություն է որ ինչպես տեսնում ենք դաժե ամենաառաջին համար 1 փաշոնագիծը եթե սպանվում է բոլոր ռազմական ուժերը եւ քաղաքական եւ բոլոր կառավարական ուժերը նորմալ աշխատում են ոչ մի խոճապ չի եղել Իրանում եւ բոլորը իրենց հրաժարությունները կատարում են բնական հունով գնում է ցանկը այնտեղ շահունակվում է այդքան էլ զաներ հարվածների տակ եւ պետք է նշեմ Իրանը անձերի հետ այդ պետությունը որ անձերի հետ այդքան կախված չի իհարկե անձերը շատ կարեւոր են շատ ազդեցիկ են Իրանի պետությունի մեջ բայց մենք տեսել ենք այդ դարիներ շահունակ դաժե ավելի ամենաազդեցիկ մարզկանց էլ պաշտոնյաներ են սպանել բայց Իրանը եւ իսլամական հեղափոխությունը շահունակել է գոյությունը եւ ոչ մի խնդիր չի ունեցել բոլոր մինչեւ բادرազմը այդ բոլոր այդ սցենարները Իրանն պատրաստել է ամեն ռազմաքաղաքական պաշտոնյաների համար 5-ից 7 փոխարինող է նշանակել ով էլ զոհվի շատ արագ փոխարինող է իր լրազորությունները շահունակում է եւ համագարկը գայում մնում է համագարկը չի փլուզվում այդպես շատ դենց սիստեմատիկ աշխատանք են արել եւ
մենք արցունքները հիմա տեսնում ենք։ Փետրվարի 28-ի առավոտյան էր փաստորեն այդ գործողությունը իրականացվել, այդ մասին հայտնի դարձավ գիշերը, իհարկե Կիրակի շաբաթ գիշերը լույս Կիրակի հաջորդ օրը Իրանը հաստատեց, ամեն դեպքում ես ուզում եմ հատկապես անդրադառնալ եւ ուշադրություն դարձնել այս դեպքի վրա, որտեղ չափազանց արտարոց դեպք է, սպանվեց Իրանի գերագույն առաջնորդը եւ եթե ես հիշեմ բոլորին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Փաբգուրին, պաշտպանության նախարար Նասիր Զադեն, ռազմական խորհրդական Շամխանին եւ մի շարք այլ բարձրաստիճան դեմքեր։ Իդեպ Ահմադի Նեժադի մահվան մասին լուրը արդյոք հաստատվեց թե չէ եւ այս կորուստներից հետո արդյոք Իրանում իշխանության վակուում չի առաջացել եւ կարողացել է արդյոք Իրանը վերականգնվել քաղաքականապես։ Իհարկե ոչ մի վակուում մենք չենք տեսնում Իրանում, անմիջապես երեք ինչպես Իրանի սահմանադրությունը համապատասխան Իրանի սահմանադրությունի համապատասխան օրենքներին հոգևոր առաջնորդից հետո Իրանի դատական իշխանությունի ղեկավարը եւ կառավարությունի ղեկավարը եւ սահմանադրությունի պահպանների խորհրդի մի անդամ այդ երեք հոգի ժամանակավոր անցում են կատարելու լրազորությունները հոգևոր առաջնորդին իրան կատարում են շատ արագ հոգևորական խորհուրդ զվագերված է նիստ է լինելու եւ այդ հոգևորական խորհուրդը որոշում է մյուս հոգևոր առաջնորդին Իրանին մյուս պաշտոնյաները ռազմական պաշտոնյաները ինչպես նշեցի նախաբես 5 փոխարինող 5-ից 7 փոխարինող ունեն անմիջապես մեկը մյուսին ասնում է Իրանց լրազորությունը եւ դա այդ մեխանիզմով պահպանում է կայուն համակարգը այսինքն եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ պաշտպանության նախարար եւ պահապանների կորպուսի հրամանատար բոլոր առանցքային ստորաբաժանումների հրամանատարները բոլորն ունեն իրենց փոխարինողները այո կամ ժամանակավոր որոշ գրադարությունները ժամանակավոր պաշտոնյա է նշանակվել որոշը չէ հիմնականը նշանակվել օրինակ իսլամական հեղափոխությունի պահպանման բանակը արդեն ունի իր ղեկավարը եւ իրագործը շարունակում Այս առաջնորդության ժամանակավոր խորհուրդը, որի երրորդ անդամ, ինչպես դուք նշեցիք, ընտրվել է Պահապանների խորհրդի անդամ Այաթոլլա Ալի Ռեզա Արաֆին, իսկ մյուս երկու անդամներն են նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին։ Ինչ գործառույթներ է կատարում եւ երբ է ընտրվելու Իրանի գերագույն հոգեոր առաջնորդ արդյոք դա առաջվապես ընտրելու է փորձագետների ժողովը։ Բոլոր հոգևոր առաջնորդի լրազորությունները նաև ամենակարևորը հոգևոր Իրանում հոգևոր առաջնորդը գերագույն հրամանատարը այդ լրազորությունները փոխանցում է այդ երեքի այդ խումբը որ երեքից է բաղկացված մինչև այդ անցում է կատարի եւ այդ խորհուրդը հոգևորական խորհուրդը փորձագետների խորհուրդը որոշի մյուս Իրանի հոգևոր առաջնորդը այսինքն ամենակարևոր լրազորությունը այդ գլխավոր Իրանի գլխավոր հրամանատարությունը բոլոր զինված ուժերի այո եւ ինչ ընթացակարգով են ընտրվելու գերագույն հոգևոր առաջնորդը տեսեք այդ խորհուրդը հոգևորական խորհուրդը այդպես է որ ամեն քաղաքից եւ ամեն քաղաքից մի տեխնացու կա այդ խորհրդի մեջ շատ մեծ խորհուրդ է եւ այդ խորհրդի անդամները ընտրությունով են որոշում, այսինքն տարիներ առաջ ամեն քանի տարի այդ խորհրդի ընտրություն է լինելու, ամեն քաղաք կարա իր տեխնացությունը դնի, որբեսի
անուղիղ սույսը դալիս անուղիղ իրեն մասնակցում են Իրանի ժողովուրդը մասնակցում են հոգևոր առաջնորդի ընտրության այսինքն իրենց թիկնածու են դնում այդ խորհրդի մեջ ամեն քաղաքը եւ այդ ամբողջական խորհուրդը որոշում է հոգևոր առաջնորդը քանի որ կարծում եմ տեղյակ եք որ մի շարք տեխնացուների անուններ են արդեն շրջանառվում մասնավորապես իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհուլլահ Մոսավի Խոմեյնի Այաթոլլահ Խոմեյնու թոռը Հասան Խոմեյնին 50-ամյա նույն Ալի Ռեզա Արաֆին կամ Մոջթաբա Խամենեին, Ալի Խամենեի որդին եւ այլ տեխնացուներին չկարծումով կընտրվի։ Ռոհանիա երևի Ռոհանիա Հասան Ռոհանին Ռոհանիել լուրեր են բետետվում որ ինքը կարա տեխնացու լինի, բայց ամեն դեպքում պետք է տեսնել այդ խորհուրդը ում է ընտրելու։ Իսկ ճիշտ է տեղեկությունը որ Ռոհանին ձերբակալված էր այս վերջին շրջանում։ Չէ։ Եվ ինչ դիրքորոշում ունի նա ընդհանրապես այս տեղի ունեցողի վերաբերյալ։ Դե ինքը գտնվում է բարեփոխականների թվում եւ ամեն դեպքում իրենք գտնվում են Իրանի իսլամական հեղափոխությունի փաշտոնյաների շարքում եւ չի դարբերում իրենց դիրքորոշումը այլ փաշտոնյաների հետ, որովհետեւ իրենց քաղաքական դիրքորոշումները արևմուտքի հետ մի քիչ ավելի փափուկ է իրեն գոմագից են որ Իրանը արևմուտքի հետ մոդիկ լինի, ավելի մոդիկ լինի կամ եւ արևմուտքի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ստեղծի իհարկե այդ քանի տարիները բոլոր Իրանի տարբեր թևերը փորձել են արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենան, բայց Իսրայելը մեծ խոչընդոտ է այդ հարաբերություններին, երբեք իր ազդեցությունը օգտագործել է Իրան, Ամերիկա, Իրան եւ Եվրոմիությունի հետ խոչընդոտել է որ այդ հարաբերությունները նորմալանան։ Այսինքն Ռոհանին կարող է Միացյալ Նահանգների համար այսպես ավելի նախընտրելի կոմպրոմիսային տեխնացու լինել, հա։ Եթե ներսից ընտրի Ամերիկայի համար ավելի բարի լավ վիճակ է եւ բարի լավ տեխնացու է։ Իսկ ինչ շանսեր ունեն Խոմեյնի կրծերը, Խամենեի կրծերը եւ մյուս տեխնացուները։ Իրանը իր շահերը նայում ոչ թե Ամերիկայի շահերը ներսում էլ այդպես է ժողովուրդը էլ այդպես է պահանջում մենք այդ ինչ որ կատարվում է Իրանի շուրջ ինչ որ կատարվում է Իրանում դա Իրանի այդ ժողովրդի եւ Իրանի անկախություն եւ անկախությունի գին է եւ մենք եւս ուզում ենք էլի շարունակենք անկախ մնալ ուժային կենտրոններից եւ այդ քաղաքությունը այդ իրանական ոգին է գազդի նաեւ մյուս հոգեվոր առաջնորդի ընտրությունի ժամանակ։ Հիմա եթե հետ հայաց գցենք վերջին 3 օրի իրադարձություններին եւ դրան նախորդած գործընթացներին, այսինքն երկար ժամանակ էր որ կանխատեսում էր որ Միացյալ Նահանգները կամ Իսրայելը կհարվածեն եւ իդեպ շատ հետաքրքիր էր այդ հատվածը, որովհետեւ կարծեմ պոլիտիկոն էր գրել, որ Թրամփի խորհրդականները խորհուրդ են տալիս, որ Իսրայելը առաջինը հարվածի եւ փաստորեն առաջին տեղեկությունը, որ Իսրայելն էր հարվածել, եւ ակնհայտ էր, որ նրանց նպատակը այսպես հրահրել, խրախուսել, որպեսզի իրենց պատկերացմամբ, ես չգիտեմ ինչքանով են նրանք ծանոթ Իրանին կամ Մերձավոր Արևելքին կամ լավ գիտեն այս ժողովուրդների հոգեբանությունը, դա պետք է հրահրի այսպես ներքին process, ընդվզում կառավարության դեմ եւ իշխանափոխություն։ Արդյոք նրանք կարողացան հասնել իրենց նպատակին։ 12 օրվա պատերազմում առաջին պատերազմում նման սցենար Իրան ունեցել են, որ չի հաջողվեց Իրան զինադադար խնդրեցին ժողովուրդը չի ընվեցեց
հետո տեղի ունեցավ իրենց պատճառով, էլի իրենց պատճառով, պատժամիջոցների պատճառով տարիներ շարունակ այդ զաներ տնտեսական իրավիճակ է, ժողովրդի մի հատված է, որ շատ արդարացի դժգոհ է այդ իրավիճակից դուրս եկան, դժգոհությունը ցույց տվեցին շատ խաղաղ ձևով, բայց իրենց գործակալները, Միացյալ Նահանգներու եւ Մոսադի գործակալները իրենց սանսերի միջոցով այդ սույսերը վերացեցին, սադրիչ գործողություններ արեցին, մետան այդ դժգոհ ժողովրդի շարքերում եւ սադրիչ գործողություններով կարողացան բախումներ սարքեն եւ բայց ամեն դեպքում Իրանը կարողացավ այդ վիճակել հաղթահարի, հիմա այդ հույսը ունեն նույն սցենարը, որովհետեւ իրեն ուզում են ուժայինները խփեն, որովհետեւ դիմադրությունը այդ իրենց հատվածի համար, որը իրենց սանսը գործակալների սանսով նորից ողջևորելու են եւ փողոց են բերելու, փորձեն պետական շենքեր գրավեն եւ իշխանապողություն անեն, որը էլի մինչեւ հիմա տեսնում ենք անարսունաբեդ է, դաժե հոգևոր առաջնորդի սպանելությունից հետո Իրանում հեղափոխությունի հետևորդները կոմակիստները լեբլեսում տարբեր քաղաքներում դուրս եկան փողոցում եւ իրենց աջակցությունը հայտնեցին Իրանի իշխանությունը։ Բայց արևմտյան տարբեր լրատվամիջոցները, միջազգային լրատվամիջոցները, հատկապես BBC, CNN եւ այլն, տեսնում ենք, որ ավելի շատ ցուցադրում են այն կադրերը հավանաբար դրսում ապրող իրանցիների, որոնք այսպես ուրախանում տոնում են Խամենեիի սպանությունը։ Ձեզ որ բազմությունն է ավելի շատ։ Դե իհարկե Իրանում կան նմանատիպ հատված զանգված, որը չեն սիրել, դժգոհ են եղել եւ տենց են դերսավորում իրենց դրանց կամքը, բայց մեծ մասը ինչ որ հիմա ցույց են տալիս, մեծ մասը փողոցում դուրս եկածները, որովհետև Իրանի իշխանություն կոմակիցները միլիոններ են եւ չափով չեն կարող ասենք որ մեկը ավելի շատ է, բայց ամեն դեպքում լուրջ թվով Իրանի իսլամական հեղափոխությունի հետևորդներ կան Իրանում, որը չեն կարող անդեսեն, բայց ինչպես նշեցիք, ճիշտ նշեցիք, միայն այդ լրատվամիջոցները միայն ցույց են տալիս այդ հատվածը, որը ինչ որ դժգոհություններ ունեն կամ չեն սիրուն իշխանությունները եւ դենց են դեսավորում։ Իսկ իրանցի ժողովուրդը ինչ է հիմա ցանկանում, ինչ է պահանջում այդ ցույցերի ժամանակ։ Հիմնական հարցը տնտեսություն է, անվտանգ ապրելը, անկախությունը եւ դա է բարեկեցիկ ապրելը իրենց երկիրում, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ինչպես հիմա ասում է, ես քանի տեխնատու ունեմ Իրանի ռաղավարությունի համար, դա ամոթանք է, որ այլ երկրի նախագահը պիտի դենց մարտնշանակի Իրանում ով նախագահ լինի եւ Իրանի մյուս ռաղավարությունը ինքը նշանակի, ամոթանք է Իրանի ժողովուրդը դա չեն ընդունելու եւ հենց հեղափոխությունը 40 տարի շահի դեմ հեղափոխությունը դրա համար է եղել, որ ինքը միայն Միացյալ Նահանգների թրադրանքները առաջ էր դանում եւ իրենց գործիք էր եւ դրա համար հեղափոխություն եղավ 40 տարի անց չեն կարա նույն բանը Իրանում բերեն։ Գիտեք, երբ լսում ես հատկապես հարեմտյան քարոզչությունը Իրանի ներկա ղեկավարությանը, ասենք այսպես հոգևոր իշխանությանը, այսպես դեմոնիզացնում են, ներկայացնում են որպես դիկտատորական իշխանություն, բայց չէ որ շահի ժամանակ էր դիկտատուրա։ Իրանի հենց հեղափոխությունը դրա համար էր, որ շահը դիկտատոր էր եւ միայն ուժային կենտրոնների թելադրանք էր կատարում Իրանում եւ իրենց շահերը սպասարկում, ոչ թե Իրանի շահերը։
Դուք քիչ առաջ ինչպես նշեցի վերադարձակ Իրանի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսից, Իրանի դեսպան Խալիլ Շիր Ղոլամի եւ հայաստանյան լրատվամիջոցների ինչ կարեւորագույն եւ հատկանշական հայտարարություններ է դեսպանը արել եւ որոնք դուք կառանձնացնեիք ընդհանրապես եւ այդ թվում Հայաստանի ու հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ։ Կարևոր մասերը այն էր, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդը ինչ առանձնական վերաբերվում ուներ հայ ժողովրդի համար տարբեր ժամանակահատվածում, երբ որ պատերազմ էր, ինքը այդ կարմիր գիծը իր Հայաստանի տարածքային ամբողջականի համար ինքը գծեց եւ Իրանի զինված ուժերը, նախագահը եւ այլ պաշտոնյաները հետևում էին իր կարմիր գծերը, ինքը արգելել էր, որ Զանգեզուրի միջանց իրականանա ամեն ինչ հանձնարարել, որ Իրանը ամեն ինչ պետք է անի, որ այդ դավադիր զրագիրը խափանի եւ թույլ չի տա հազարամյա Իրան եւ Հայաստան սահմանները, բարեկամական սահմանները խախտվեն, փակվեն եւ ինքը շատ հայ համայնքի հետ Իրանի ներսում շատ ջերմ էր ամեն տարի նոր տարի կապակցության ինքը այսելում էր հայ ընտանիքներին զոհված Իրաք պատերազմի մեջ զոհվածի ընտանիքներին եւ մեկ այսելություններ էր անում եւ գնահատում էր իրենց ներդրում է Իրանի անվտանգությունի համար եւ կայունությունի համար եւ ինքը շատ հայերը սիրում էր եւ Հայաստանի եւ հայերի հանդեպ շատ լավ վերաբերմունք ուներ։ Այսինքն կարող ենք այժմ արդեն հստակ արձանագրել, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի շնորհիվ կամ նա մեծ դերակատարում է ունեցել այն հարցում, որ 20 թվականի պատերազմից հետո, հատկապես 2023 թվականներին Ադրբեջանը չհարձակվի Սյունիքի վրա։ Փաստով եթե խոսենք, Էրդողանը, Թուրքիայի նախագահը հարցազրույցներից մեկը կոնկրետ դա նշեց, որ միայն մինչև հիմա Իրանի գործուն է եղել, որ իրանց չի հաջողվել Զանգեզուրի միջանց իրականացնեն, դա փաստացի ինքնախոստովանություն է եւ Իրանի դերակատարությունը հատկապես հոգևոր առաջնորդի դերակատարությունը խափանել այդ Զանգեզուրի միջանց կոչվածին։ Ես մեջ բերեմ Իրանի դեսպանի այսօրվա ասուլիսից հենց այդ հատվածը Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ եւ Իրանի հոգևոր առաջնորդից բազմաթիվ մեջբերումներ եւ հայտնի խոսքեր են մնացել ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության եւ կարող ենք ասել, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը վայելում էին Իրանի հոգևոր առաջնորդի աջակցությունը։ Նրա նահատակությունը իրապես շատ ծանր վիշտ է Իրանի Իսլամական Հանրապետության եւ Իրանի ժողովրդի համար, սակայն Իրանի ժողովուրդն ունի այն կամքը, որ շարունակի ել ավելի ամուր ոգով աշխատել եւ պայքարել Իրանի ձգտումների ճանապարհին։ Իրական գաղափարները եւ ձգտումները հնարավոր չէ սպանել անձերի մահվամբ եւ սա այն գաղափարն է, որը չկարողացան հասկանալ թե սիոնիստական ռեժիմը, թե Թրամփի ռեժիմը։ Ինչպես մեկնաբանեք կամ ինչ կավելացնեք սրան։ Իհարկե, այդպես է Իրանի կամքը, ինչպես հիմա ցույց է տալիս, բոլոր այդ հաշվարկները խափանելու է Թրամփի եւ Նեթանյահուի, ինչպես արեց 12 օրվա պատերազմի ժամանակ, իրեն վերջը կհաշտվեն այդ փաստից, որ Իրանը անկոտրող է եւ անգամ ռազմական ուժային արևելությունով տեխնոլոգիայով կարողանան ինչ որ հաջողություններ հասնեն Իրանը մինչև վերջին շունչը կփաշտպանի իր երկիրը Իրանի զինված ուժերը եւ եթե բարդվի էլ պատվով է բարդվում հերոսական է բարդվում եթե
ասոցիացիա նման բան տեղի ունենա, բայց շատ հերոսական հիմա պայքարում են եւ թշնամի հետ կպահեն։ Պատերազմական գործողությունները, այսինքն հիմնականում հրթիռային փոխադարձ հարվածներ եւ հոթուժի հարվածներ, ինչ բնույթի ռազմական գործողություններ են։ Տեսեք, իրեն հույս ունեն, որ օթուժի միջոցով կարողանան իշխանափոխություն հասնեն, ոչ մի պատմությունի մեջ չկա նման դեպք, որ օթուժով կարողանան միայն օթուժով կարողանան իշխանափոխություն ունեն, բարձրվում է, որ իրեն Թրամփը ուզենա սամաքային զորք օգտագործի, դա կդեվի շատ կբերի Միացյալ Նահանգների համար մեծ քանակի զոհեր եւ երկարաժամկետ պատերազմ, որը ինքը չի ուզում, ինքը շատ կարճ ժամանակ օպերացիա է ուզում, որը հաղթանակով դուրս գա, Իրանը ինչքան կարողանա զեկի այդ պատերազմը, որովհետեւ ինքը չկարողանա այդ պատերազմից հաղթանակած դուրս գա եւ Իրանը հայտարարել է այդ պատերազմի սկիզբը ձեր որոշումը, վերջը ձեր որոշումը չի կարա լինի։ Եվ կանխատեսում է, որ սա կարող է մեծ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության եւ նավթի միջազգային շուկայի վրա։ Ինչ եք կարծում, նավթի գները կբարձրանան։ Հիմա ազդանշաններ կան, որ հիմա բարձրանում են եւ Իրանը Հորմոզի նեղուցի վրա զգուշացումով հələ դեռ չի փակել, դեռ 100%-ով չի փակել, պրոստը զգուշացնում է, որ բոլոր երթևեկությունը պետք է Իրանի թույլտվությունով լինի, Իրանի վերահսկությունով լինի, այսինքն վերահսկությունը պահպանում է, եթե թույլ է տալիս անցում են, եթե թույլ չի տալիս չի անցում, բարեկամ երկրների նավերը կարան անցեն, օրինակ Չինաստանը, բայց Իսրայելի, Ամերիկայի կամ այլ թշնամիների, որ թշնամական են դրամատերված, Իրանը արգելում է եւ մի քանի նավ է եղել, որ այդ արգելանքներին չեն լսել եւ Իրանը թիրախավորել է այդ նավերին։ Իսկ այն տեղեկությունը, որ իրանական զինուժը անօթաչուներով հարվածներ հասցրել թիրախավորել էր ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը, համապատասխանում է իրականությանը։ Լուրեր կային, լուրեր Իրանից եղել են, բայց իհարկե բանը հաստատվել է, որ անօթաչուների սարքով հարձակումը տեղի ունեցել, բայց հաստատ չի, որ նպատակին հասել են, կարողացել են թիրախավորել, թե չէ, բայց հարձակումի փորձը եղել է։ Իրանի դեսպանը ասուլիսում հայտարարեց, որ իր կարծիքով Իրանի դեմ այս ագրեսիան եւ շարունակվող գործողությունները անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը, նաեւ հայտարարեց. Մեր բարեկամ եւ հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը չափազանց կարեւոր է Իրանի համար եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ կարմիր գիծ է Իրանի համար։ Ինչ ազդեցություն է արդեն իսկ ունենում այս պատերազմը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության եւ մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանի վրա եւ Հայաստանի վրա ինչ ազդեցություն է ունենում, ինչ ռիսկեր է պարունակում Հայաստանի անվտանգության համար, հնարավոր է, որ հրդեհը տարածվի նաեւ Հայաստանի վրա։ Տեսեք, եթե Իրանը թույլանա, եթե Իրանի հետ ինչ որ վատ բան բադահի, այն ժամանակ է, որ Հայաստանի վրա ազդում է, որովհետև Իրանը դարիներ շարունակ այդ երկիրը եղել, որ հարավային Կովկասից մինչև Մերձավոր Արևելքից մինչև հարավային Կովկասը ուժային բալանսը պահպանել է, Իրանի թույլատումը գբերի Թուրքիայի ուժերի դիրքի բարձրացնում է եւ դա շահավետ չի Հայաստանի համար, այս տարածաշրջանում միայն ուժը գետնի վրա ուժը, որ կարող է եւ կարողացել է բալանս պահի եւ զեսպող լինի Թուրքիայի եւ Ադրբեջանին, դա Իրանը է եղել, Թուրքիայի ՆԱԹՕ-ի անդամ է, ամեն դեպքում մի համագարկի մեջ են, որ ինչպես Ամերիկա է, եւ միայն դրանց դեմ ուժը բալանսավոր ուժը Իրանը եղել,
այդ բալանսը եթե խախտվի շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար իրեն երբ ուզենան կարան իրենց նկերդումները իրականացնեն այն ժամանակ է որ փաստաթուղթները թուղթի այսօրագերությունը խաղաղությունի վերաբերյալ դա միայն անարժեք թուղթ է լինելու երբ որ հնարավորություն ունենան իրեն նկերդումները պատմությունի մեջ ցույց է տվել որ իրեն իրականացնել են ինչպես տեսանք Սիրիայում իրենց Թուրքիայի երբ որ դիմադրական ուժերը իրանական Իսրայելի հետ պատերազմում սպառված էին իրեն արիթը օգտագործեցին բոլոր բայնավորվածությունները որ Իրան եւ Ռուսաստանի հետ ունեին Սիրիայում չպահպանեցին եւ իրենց թուրքամետ ուժերը դուրս եկան եւ Սիրիայի պետությունը կառավարությունը տապալեցին այսինքն պահն է իրենց համար ավելի կարևոր երբ որ Ալիով էլ ասում է ոչ մի միջազգային օրենք գոյություն չունի միայն ուժի օրենք է գործում եւ դա փաստացի այդ մարդը ամեն ինչը իր խոսքի մեջ ասում է Իսկ ինչ դիրք է այս իրավիճակում զբաղեցնում Թուրքիան իր կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ իհարկե, որովհետև տեսակետներ կան, որ եթե Իրանը թուլանա եւ Իրանում գլուխ բարձրացնեն անջատողական դրամատրությունները, Թուրքիան անպայման օգտվելու է, բայց միայն այն ժամանակ, երբ Իրանը այլևս ի վիճակի չի լինի դիմադրել, բայց առայժմ Թուրքիայից կարծես թե այսպես ռազմական քաղաքական ակտիվություն չենք տեսնում, ինչու Այս գուշացումով է մոդեցել, որովհետև այս պահին Թուրքիայի թույլությունը այդպես թույլությունը իրանց անվտանգությունի վրա էլ գազդի որովհետև եթե Իրանը տարածաշրջանում մերձավոր արևելքում միայն այդ ուժը որ կարողացել է եւ պայքարի եւ զեսպի Իսրայելին եթե Իրանը թույլանա Իսրայելը կդառնա տարածաշրջանում մերձավոր արևելքում ամենա ուժեղ հեգեմոնը եւ Թուրքիային կմեցնի ավելի թույլ վիճակում մերձավոր արևելքում Միացյալ Նահանգներ էլ առաջին տեղը կտա Իսրայելին ոչ թե Թուրքիային եւ դա Իրանի թույլատնում է հետեւաբար կբերի Թուրքիայի թույլատումը տարածաշրջանում այս պահով Թուրքիային զերնտուչի հիմա այս պահին միայն Իսրայելի գործունի պատճառով զերնտուչի որ Իրանը թույլանա եթե Իսրայելի գործունը չլինի Իրան եւ Թուրքիա տարածաշրջանում մերձավոր արևելքում մինչև Միջին Ասիայում մինչև Հարավային Կովկաս լուրջ մերսակցություն ունեն եւ Իրանը Թուրքիայի համար լուրջ մերսակից է իհարկե Թուրքիայի կուզենա Իրանի թույլատումը բայց այս պահին Իսրայելի գործունը բահ է հաշվարկ անում որ եթե Իրանը այս պահին թույլանա այդ փուլում թույլանա Իսրայելը լիարժեք հեգեմոն կդառնա եւ որը ձեռնտուչի Թուրքիան հայ որոշ փորձագետներ եւ նախկին դիվանագետներ կարծում են որ այս իրավիճակից կարող են նաեւ օգտվել Ադրբեջանը, եթե Աստված մի արած այս իրադարձությունները զարգանան Իրանի տրոհման սցենարով, այդ դեպքում Ադրբեջանը պետք է վերհիշի իր հավակնությունները իրանական հյուսիսային տարածքների իրանական Ադրբեջանի նկատմամբ, թեև այսպիսի թեզ կա, որ ոչ թե իրանական Ատրպատականը կամ Ադրբեջանը կմիանա ներկայիս Ադրբեջանի Հանրապետություն կոչվող տարածքին, այլ ընդհակառակը ներկայիս Ադրբեջանի Հանրապետություն կոչվող տարածքը կարող է միավորվել իրանական Ատրպատականին, որտեղ այսպես թուրքաբնակ ժողովուրդներն հիմնականում, եթե դա դառնա այսպես պետական նոր կազմավորում, ինչ կարծեք այս տեսակետների վերաբերյալ։ Երբեք իրենց չեն թաքցրել իրենց նկերտումները, Աստծո չարածի, եթե Իրանը թույլանա նման սցենարներ կարան լինեն, բայց Իրանի այդ ազարիախոս բնակչությունը ավելի շատ իրանասեր են, իրանցի են համարում իրենց փոքրամասնություն կա որ կարողացել են այդ
այդ ներգրավեն իրենց այդ փան-թուրքական զրագիրների մեջ, գաղափարների մեջ ներգրավեն, բայց մեծ մասությունը չէ Իրանը սիրում է եւ երբեք Իրանի մասնատումը չի ուզում։ Եվ վերջում եթե նայենք այսպես դեպի առաջիկա օրերին, շաբաթներին, քանի որ Թրամփը հայտարարել էր, որ մի քանի շաբաթ կարող է տևել ռազմական գործողությունները, իսկ Իրանի արտգործնախարարը հայտարարում է, որ իրենք են որոշելու, Իրանն է որոշելու պատերազմը ինչպես պետք է շարունակվի եւ ինչպես պետք է ավարտվի։ Ինչ կանխատեսում կարող ենք անել առաջիկա օրերի վերաբերյալ, որքան կարող է այս ամենը շարունակվել եւ ինչպես կավարտվի։ Տեսեք, մենք ապրում ենք մեր երկիրում, իրենց հերավարությունից են եկել այստեղ, իրենց ինչքան էլ ուժեղ լինեն ռազմական պոտենցիալը սահմանափակ է, ինչպես Թրամփը նշում է իրենց հաշվարկով 4 շաբաթվա համար է իրենց պատրաստ այդ գործողությունները ուզում են այդ 4 շաբաթվա մեջ արդյունքի հասնեն, բայց այսօր բազի Իրանի արտաքին գործերի նախարարին, Իրանի ազգային անվտանգությունի խորհրդի քարտուղար Լարիջանի էլ նշեց, որ Իրանը պատրաստ է երկարաժամկետ պատերազմին եւ բայց Միացյալ Նահանգները այդքան էլ պատրաստ չի, ինչքան էլ ասում է պատրաստ չի։ Իրանը այդ սցենարը ունեցել է, պատրաստել է, որ այդ պատերազմը երկար տևի, ամիսներ տևի եւ դրա համար բոլոր սցենարների համար պատրաստ են եղել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Աստված որ խաղաղություն որքան հնարավոր է շուտ հաստատվի։ Շնորհակալություն։ 168 թեմի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք իրանցի փորձագետ Փույա Հոսեյնիի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։